Ելենա Արշակյանի «Մարիա» սերիալում իրադարձությունները հասել են կուլմինացիոն կետին, որտեղ սերը, վրեժը, անցյալի վախերը և ապագայի սպասումները խառնվել են մի հյուսվածքի մեջ, որը հեռուստադիտողին պահում է լարված ու զգայական տատանումների մեջ։ Այս օրերի ամենաուրախալի և սպասված իրադարձությունը Մարիայի և Դավիթի ամուսնությունն է։ Մարիան, անցնելով բազմաթիվ հիասթափությունների, խաբեության, ստի ու հոգեբանական ճնշումների միջով, վերջապես պատրաստ է իր կյանքի կարևորագույն որոշումը կայացնել՝ ամուսնանալ այն մարդու հետ, ում իսկապես սիրում է, բայց ամեն ինչ այնքան հարթ ու հեքիաթային չէ, որքան կթվա։ Մարիայի կողմից ամուսնության առաջարկություն անելը ոչ միայն անսպասելի ու տպավորիչ քայլ էր, այլ նաև նրա կերպարի հստակ աճի դրսևորում։ Նա այլևս թույլ աղջիկ չէ, որ ենթարկվում է բոլորի ազդեցությանը։ Նա գիտակցում է, որ Ռաֆը վտանգավոր է, և նրա գոյությունը մշտական ստվեր է իր ու Դավիթի երջանկության համար։ Ահա թե ինչու Մարիան առաջարկում է կազմակերպել նեղ ընտանեկան հարսանիք առանց աղմուկի, առանց հրավիրված հարյուրավոր հյուրերի, որպեսզի զերծ մնան անցանկալի միջամտություններից։ Բայց Ռաֆը, ինչպես միշտ, մնում է որպես վտանգի խորհրդանիշ։ Նա ըստ էության կորցրել է ամեն ինչ, բայց չի համակերպվում։ Նրա սիրո և սեփականության զգացմունքները խառնվել են մի տեսակ մոլագարության, ինչը նրան դարձնում է անկանխատեսելի և վտանգավոր։ Ռաֆը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Մարիայի վրա ճնշում գործադրի, հատկապես արտակի սպանությունից հետո մեղքը բարդել Դավիթի վրա, և որ Դավիթը բավական երկար ժամանակ հայտնվի բանտում։ Հատկապես մտահոգիչ է այն, որ Ռաֆը սկսել է մանիպուլացնել նույնիսկ այն մարդկանց, որոնց մինչև այժմ չէր խառնել։ Նա հնարավոր է փորձում է Լիլիթի միջոցով ստանալ տեղեկատվություն, գործարքի մեջ մտնել Սոֆյայի հետ, նախկինում տեղի ունեցած արտակի դեպքով Դավիթին մեղավոր ներկայացնելու համար։ Հենց այդ պահին կբացվի ևս մեկ կարևոր գիծ։ Սոֆան Ռուբենի մոտ է։ Արդյոք կխոստովանի ողջ ճշմարտությունը, քանի որ նա շատ լավ հասկանում է, որ Ռաֆի գործողությունները որևէ լավ տեղ չեն տանի։ Ռուբենն ու Նոնան ամենայն հավանականությամբ կդառնան առանցքային կերպարներ հարսանիքի օրը։ Ռուբենը կարող է հակադրվել այս ամուսնությանը, ենթադրելով, որ Մարիան դեռ վտանգի մեջ է, բայց իհարկե որպես հայր ամեն կերպ նրա դստեր կողքին է լինելու։ Նոնան, ընդհակառակը, հավանաբար աջակցելու է Մարիային, զգուշացնելով, որ Ռաֆը կարող է փորձել խափանել միջոցառումը։ Հարսանիքի օրը հեռուստադիտողները կսպասեն միաժամանակ ուրախության ու լարվածության։ Արդյոք Ռաֆը կհայտնվի հենց այդ օրը, թե կգործի իր պլաններն ինչ-որ ուրիշ միջոցով, միգուցե հարձակվի Դավիթի վրա, միգուցե փորձի առևանգել Մարիային կամ ընդհանրապես կանխել արարողությունը։ Բայց ամենակարևոր հարցը մնում է՝ արդյոք Ռաֆին կհաջողվի խաթարել Մարիայի ու Դավիթի երջանկությունը։ Չնայած բոլոր խոչընդոտներին, կարծես թե սիրո ուժը դեռ կարող է հաղթել։ Մարիան ու Դավիթը երկուսն էլ հասունացել են, ամրացել ու վերջապես հասկացել են, որ պետք է պայքարեն միմյանց համար։ Սերիալը մոտենում է իր մեծ եզրափակչին, և հեռուստադիտողները սպասում են, որ Մարիայի և Դավիթի սերը կհաղթի ի հեճուկս Ռաֆի, ի հեճուկս բոլոր չար ինտրիգների։ Բայց դրան հասնելու ճանապարհը դեռ լի է ցավոտ շրջադարձերով, անակնկալներով ու հնարավոր դրամատիկ զարգացումներով։ Այնպես որ միացեք մեր ալիքին ու կբացահայտենք ձեզ համար ամենաինտրիգային գաղտնիքները, կներկայացնենք առաջիկա սերիալներում իրականացվող գործողությունները և իհարկե առաջինը կտեղեկանանք նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին, և ոչ միայն նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թողեք տեղեկացված լինելու հնարավորությունը։ Բոլորը մեղադրում են Ալլային, հասկանալով, որ հենց Ալլայի դաստիարակության արդյունքն է Ռաֆը։ Նա ամեն կերպ վնասում ու նեղացնում է Լիլիթին, միակ մարդը, ով կարծեք թե ժառանգել է հոր ազնվությունը և մարդկային հատկանիշները։ Ռաֆի հայրն արդեն մահացել է, և բնականաբար ոչ ոք չի կարող սաստել նրա գործողությունները։ Նա արտակի սպանությունը բարդել է Դավիթի վրա, օգտագործում է Սոֆյային, որպեսզի կարողանա հասնել իր ուզածին։ Ռուբենը շատ լավ հասկանում է, որ Սոֆյայի միջոցով կարող է դուրս գալ Ռաֆի գաղտնիքների վրա, բայց արդյոք Ռուբենը կհասցնի։ Հնարավոր է, որ մինչև Սոֆյան փորձի բացահայտել ճշմարտությունը, Ռաֆը նրան էլ սպանի, ինչպես արտակին։ Դե ինչ,
թե ինչպես տեղի կունենան մնացած սերիալային գործողությունները, ցույց կտա ժամանակը, բայց որ սերիալը մոտենում է տրամաբանական ավարտին, դա փաստ է, իսկ թե ավարտից հետո ինչ նոր հեռուստասերիալ ու ինչ դերասանական կազմով է սպասվում ձեզ, կիմանաք, եթե հետևեք մեր ալիքին ու սպասեք նոր տեսանյութերին, որը լինելու են էլ ավելի հետաքրքիր, էլ ավելի դիտարժան ու էլ ավելի հետաքրքիր գաղտնիքների բացահայտմամբ։ Մնացեք մեզ հետ, որպեսզի միասին բացահայտենք այն, ինչ տեղի է ունենում կուլիսներից այն կողմ։